Peki kaçadan duk kala bir tava peki. Şahada kinço orinatman yerku mirabapa yerku miran verman չեն քրկես։ Սա պետություն է, սա քաղաքացուն ծեծերում են նաև բռուն քաղաքացիական պետականության դեմոկրատիական սադրանքներ են, որը անում են Կարողանաք շատ հարվածել, շատ Ես չեմ գնա սադրել և դրթել, Սադրանքի համար Հեռախոսով հայոյել ով է սադրել, հեռախոսով հայոյի անգամ նախորդողը իրեն ինչ-որ ուղղված բան ասել, անձնապես ինչ-որ բան ասել է, հայոյել է Եք դարձել, պաշտպանում եք, երկիրը պաշտպանում ենք երկիրը սահմանում է պաշտպան, ոչ թե Այո, պետական շենքում, պետական պաշտոնյա դուք հրագրում եք մասիվում է պաշտպանում երկիրը հանգիստ խոսեք, պետական շենքում, պետական պաշտոնյայի պետական շենքում Քաղաքական օֆիսը չի սա։ պետական շենքում, պետական Ուսակցության օֆիսը չի ես։ եկեք ում պատը, Քոչարյանի տուզիկներից երևի Սանդաբանություն դուրս արի հլը։ Տիկին, կեզ կարգի հրավի, սա պետական շենքը, հանրապետություն ուսակցության գրասենակը չէ, հարգելիս բաց է, մենք ուզում ենք խոսել Թաղապետի հետ, ուց է դուք ուշգործած եք, ենտեղից սա երկու տասնյակ տունն է։ Մի րոպե, Դուք կներեք, կա միջադեպ, որին ուղիղ առնչվում է Ոստիկան եք, եցեք դուք ոստիկան եք, այսինքն դուք կարող եք դուք իրավունք ունեք, այսինքն ոստիկանության գործառույթ Մենք ոստիկանություն, մենք կրեք չենք ջարդում, մենք չենք ջարդում, ինձ վիրավորեց, ես հետևից փորձեցի դուրը Հովանեսյան գերով Պարոն Հովանեսյան, ասում է Քոչարյանի տուզիկներ եք, մեր գործի կերոջը վիրավորել, դուք համաձայն եք Ինչի հետ եք համաձայն Կուսակցության ցանկացած որոշումներ համաձայն Այսինքն լրագրողների Հանրապետություն կուսակցության Դուք ստեղ Քոչարյանի տուզիկ եք տեսնում Հիմա ես ստեղ տերնում եմ խուլիգանություն Քոչարյանի Ես այս բանին լրագրություն չեմ տեսնում Այսինքն ինչա նշանակում դուրը բացեք ներողություն լսեք Ինչա նշանակում դուրը բացեք ջարդեք մտեք այսինքն ոստիկանության գործառույթ այսինքն դուրը բացելով Ինչա նշանակում դուրը բացեք եթե վարչական շրջանի ղեկավարը չի տալիս հարց եմ տալիս դուք ստեղ Քոչարյանի տուզիկ եք տեսնում Լսեք Այդ հարցով Դիվեկանի Խաչատյան ինքը ասեց ինքը պատասխանը տվեց ես էլ հաստատում եմ ես էլ հաստատեցի վերջացրեցի Լրագրողներին կպատասխանեմ սրանից Տիգրան Տեր-Մարգարյանը երբ հարցազրույցին պատրաստ լինի կպատասխանի այս պահին մենք այս պահին ոչ մի հարցազրույց չենք տալի շնորհակալություն Մարդ ծեծելը խուլիգանություն է թե ոչ Թաղապետի կողմից Ասում եմ մարդ ծեծելը խուլիգանություն է Կատարեք և ջարդարեք Թաղապետին դուրս հրավիրեք Որ հարցազրույց կա, նա պարտավոր է հանրությանը բացատրություն տալ Հարգելի բնակիչներ, դուք տեսաք ձեր ներկայությամբ քաղաքացու ծեծի ենթարկեցին, ձեզնից ոչ պակաս իրավունքներով օժտված քաղաքացու։ Ձեզ հաճել մտահոգում, թե ֆորմալ քննարկում Քաղաքացիների իրավունքների համար է պայքարում Առաջացեք Հարգելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ Տիգրան Տեր-Մարգարյանը հանրային քննարկումից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, մտավ իր աշխատասենյակ, լրագրողները այնտեղ մտնելու հնարավորություն չունեն։ Խնդիրը սենց ադրված ինքը ինչի համար է եկել չի գիտե ես գիտեմ մի բան որ ինքը եկել է այսօր անային քննարկումի թե մտադրություններ այլ բաներ սադրանք թե կամ կռիվ չգիտեմ ինչ ես չեմ կարող պատասխանել բայց ինքը այսօր որպես ակտիվիստ այս
հարցերի մեջ կար, նախքին քննարկմաններ ներկա եղել, անցած անգամ երբ էր։ Լավ չի որ մասնակցում է Մասնակցել էր հարցադրումներ եղել, թե այսօր ինչ տեղի ունեցավ, բան այդ ձեր մեկնաբանելու, ձեր վերլուծումը։ Բնակիչ եք, հա։ Ես բնակիչ եմ։ Իսկ կարող է Դուրս եկալի որ այդպես է։ ձեր այդ համարժեք ձեր թաղի բնակիչ է։ Մեր թաղի բնակիչ է։ Հիմա պատճառ են բռնում, ասում են քաղաքացիություն չունի, Հայաստանի կապ չունի, բնակիչ է։ Ձեր թաղի բնակիչ է։ Կարիք չկա նրան պաշտպանելու կամ աջակցելու, չգիտեմ, ասելու որ ասում են որ դատապարտել բանա տեղ ունենում, թող իրապահ մարմինները մնացածը զբաղվեն։ Ընդհանուր գործողությունները սխալ է։ Ջարդելով, ձեր հետ էլ է որպես ղեկավար ձեզ ծեծելով խոսում, ձեզ հայհոյելով է Ոչ խոսում։ մի դեպքում ես թույլ չեմ տա իմ հետ մեկ այդպես։ Կներեք, բայց քաղաքացու հետ որևէ մեկը իրավունք չունի հայհոյանքով։ Ոչ մեկին իրավունք չունի Այդ հայհոյանք դեպքում տալու։ քաղաքապետը առավել եւս կաշկանդված է, որտեղ նա պետական։ Ես ուղղակի ասեմ, Այսինքն ձեզ արդեն պետք չի բարձաբանում տալ։ Ես տեղ եմ եղել։ Ես հանրային քննարկման զալում եմ եղել, դուրս եկա, տեսնում եմ, որ գործողությունները ծեծա գնում։ Մի խուսափեք, ուղիղ ասեք։ Ես ուղիղ ասում եմ, պրիվատ տեղի ունեմ, թե ով է ում խփում, ես մենակ ասել եմ մարդկանց հեռացնել։ Ձեր ղեկավարը քաղաքացու իր բնակչին իդեպ, Նորքի բնակչին է ծեծում։ Եղել եմ, աշխատել եմ, հեռացնել, կռիվ թույլ չտա։ Դուք չեք վախենում ես միջավայրում ապրել եւ աշխատելուց, հարգելի վարչական աշխատող։ Ես վարչական աշխատող չեմ։ Հա դուք բնակիչ եք, կներեք։ Ես կարծեցի դուք աշխատող եք, դրա համար եմ ասում, ձեր հետ էլ է այդպես հարաբերվում ծեծով եւ հայհոյանքով։ Չի կարա այդ ձև արվի։ Այսինքն Չախյանետ կարողացավ, Որովհետեւ այլ կոնֆլիկտային իրավիճակ ունեն։ Մարդիկ են իրար հետ շփվել են, կապ չունի, նորից եմ ասում։ Դա այդ թեմա է։ Ես դրա մեջ չկամ, բայց Չախան ներկայացումից տեղ եղել է, որ անային քննարկման մասնակցի։ Ներողություն, դուք եւս դեմ եք, հա, այդ շենքի։ Այո, ես շենքի բնակիչ եմ, եկել եմ քննարկման ու դեմ եմ։ Ինչով է դա խանգարելու այդ շենքի։ Ամեն ինչով։ Ոչ մի բանով, կառուցապատողը ուզում են բարձր 18 հարկանի շենք կառուցել, որ հատկացնում Գայի պողոտա 45 շենք, հասցեն 46-ով է, մոտ 2000 քանի քառակուսի մետրի մեջ, ուզում են 4 պատեզդանի 18 հարկանի շենք կառուցել, որը այդ տարածքում խաղարապարակ ծառայում է հիմա երեխաներին։ Խաղապետը անցած անգամ էլ ասեց ներկայում էր խոսակցությունը բերեց նրան, որ ինքը համաձայն չի, փորձի առաջարկն էլ տա սեփականատիրոջ, բայց սեփականատիրոջ կողմից չենք տեսնում։ Ինքը ուզում է պարտադիր շենք սարքել, մենք էլ ասենք, որ չի կարա լինի։ Նախ առաջին ամենամեծ տեխնիկը տեղյակ ենք Սամվել Սահակյան ինչքան հիշում եմ, գնել է 21 թվականին, բայց մինչև 21 թվականը այդ հողատարածքը 7 սեփականատիրոջ մեջ փոխվել է։ Երվանդ Զախարյանից մի րոպե հերթականությամբ էլի։ Ուրեմն 2007 թվականից է վաճառվել Երվանդ Զախարյանի օրոք ու մինչ հիմա 7 սեփականատիր փոխվել է, որի արդյունքում շին թույլտվությունը տարածքի հողի փոխվել է նշանակում 2024 թվականին։ Կներեք էլի ներողություն, կարող ենք շարունակել։ Ինչ էիք ասում։ Չէ, ուղղակի կար կոնկրետ։ Շենքի հետ կապված 24 թվականին անցած տարի են թույլ տվել, որ հողի նշանակությունը փոխվել է։ Այսինքն նոր իշխանության օրոք հենց հիմա թույլ են տալի, որ շենք կառուցեն այդտեղ։ Իմանալը որ դա կոնֆլիկտային իրավիճակ է։ Չկա երեխաների խաղարապարակ, ոչ միտեղ չունեն երեխեք խաղարապարակ։ Իրենք գիտեին, որ դուք դեմ եք այդ շենքի նոր իշխանությունները։ Տիգրան Ավինյանը, Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ես Տիգրան Ավինյանի հետ գործ չունեմ, գոյությունի համայնքի ղեկավարն է տեղյակ է, որ մենք համաձայն չենք այդտեղ շենքի կառուցման։ Մեր առաջի քննարկումը եղել է հունվարին մենք ներկայացնենք մեր դժգոհությունները։ Ինքը այսինքն մտադիր է շինթույլտվություն տալիս ձեզ։ Ոչ, ես չեմ կարծում, մեզ տված խոստումներով իր որպես տղամարդ ենք խոսել որպես ղեկավար, մեզ մինչև հիմա չեմ տեսնում, որ ինքը մտադրություն ունի տարածքը թույլ տա շինթույլտվության։ Սրանք քննարկման փուլում են դեռ, հանրային քննարկումն է, առաջի этаպով մերժել էին, որ էկոլոգիան բնապահպանական չի երիկում, հիմա ինչ որ բաներ են փոփոխել, բելեն ուզում են էլի առաջ տալ, բայց մենք ընդհանրապես շինթույլտվության դեմ ենք։ Կանաչապատում կավելացնեն, պակասացնեն, ինչ ուզում են անեն, Հիմա այդ տարածքում ինչ է։ Հիմա այդ տարածքում երեխաները խաղում են։ Խաղահրապարակ է, սարքած ամեն ինչ։ Սարքած չի։ Հա, սարքած չի։ Ավերակի վերածված տարածք է, բայց երեխաները այլ տեղ չունեն, մենակ այդտեղ են խաղում։ Շնորհակալություն։ Հաջողություն։
Դուք ով եք ներկայացնում ներկայացնենք։ Ես բնակիչներից մեկն եմ։ Դուք թաղապետի սենյակում Ազատ ելումուտ ունեք։ Չէ, ուղղակի խնդրեցի, Իսկ ինչ եք քննարկում, Ուղղակի ինչ եք մենք էլ ենք խնդրում, այդ ցույց չեն տալիս մեկն եմ, որը մտնենք։ խոսում էր անվտանգության հարցերը։ Այսօրվա քննարկումը ես Մարդու ծեծի ենթարկելու թեման անվտանգության հարց չէ, մանավանդ եւ պետական պաշտոնյա։ Գիտեք ինչ։ Թույլ տվեք հանրային պաշտոնյա, թույլ տվեք ավարտել։ Եվ ձեր ներկայությամբ ընդ որում նա ձեր նոր-նորքի բնակիչներից է եւ հավասար իրավունքներ ունի, նա կարող է մասնակցել եւ պիտի հիմա մասնակցել։ լսեք։ Ու ծեծի ենթարկեցին ոստիկանությունը բերման ենթարկեց, բայց նա ով ծեծում էր, այսինքն պետական պաշտոնյա, անվրդով ձեզ հետ շարունակում էր ապագայի մասին խոստումներ տալ։ Կներեք մի բան էլ ասեմ, այսինքն նա վստահ է, որ չի դատվելու, քրեական հոդվածով չի մեղադրվելու եւ դեռ ապագայի հետ կապված ինչ որ պլաններով քննարկում է եւ դալշեի մասին խոստումներ է տալիս իր ենթականների Ես եւ այդ բնակիչների։ բանի ժամանակ ընդհանրում ստեղ չեմ եղել։ Իմ հարցը ուրիշ բանի մասին էր։ Չէ, գիտեմ, պետք է տեսնեմ, որ ես կարողանամ։ Դուք չեք հավատում ինձ, հիմա տեսանք։ Չէ, ես հավատալու հարց չկա, տիկին։ Մենք ստեղ եկել ենք խոսել փաստերով։ Չէ, լավ, որ ես անվտանգային- որ շատ էլ հավատում եմ։ Մարդուն ծեծել պետական շենքում, սա արդեն ծայրահեղ անվտանգության հարց Մի չի։ րոպե լսեք, էլի։ Ցանկացած այսպիսի դեպք պետք է քննարկվի։ Նրանք էլ կասեն, որ առաջինը ինքն Ինչ ասել։ կապ ունի ով է Մի առաջինը։ րոպե լսի պետական շենքում եկելա կրվելա, էդ էլ չի կարելի։ Ես Բայց թաղապետը բայց ես ինքը չեմ ուզում դիտի։ պաշտպանեմ ոչ թաղապետին։ Թաղապետը դիցը, բայց դուք արդեն պաշտպանում եք։ Չէ, չէ։ Ներողություն էլի, իսկ Ես որ ասում ասում եք եմ- անվտանգային հարցեր էին քննարկում, ինչ ասեց թաղապետը անվտանգային հարցերի հետ կապված։ Համաձայնվեց։ Ինչ էիք ասում, որ Ես ասում էի, որ այնքան գործոններ կա, որը կարելի է բերել այդ շենքը կառուցելու դեմ։ Եթե մենք ընկնենք այդ բոլոր գործոնների մեջ, երբեք որոշում չի լինի։ Մարդիկ հարցեր են տալի, նրանք էլ այդ են ուզում։ Այսօր էկոլոգիային բերեմցրել։ Ես ասում եմ անվտանգության հարցերը։ Կա ընդհանուր անվտանգություն եւ կա սոցիալական հարցեր։ Այդ երկու հարցը, մեկը այնա, որ առաջի հատվածը 4 զանգվածի նեղ մտքեր ունի, որով մի մեքենա է մտնում։ Եթե որևէ հրդե, երկրաշարժ, որևէ բան պատահի։ Ծեծող պաշտոնյան պիտի ձերբակալեն հենց դեպքի վայրից, թե պիտի Ես սպասեն չգիտեմ, ես ասում եմ պետք է քննարկել։ Հարցը դիցու Սոցիալական անվտանգության հարց չի կներել։ Ես ասում եմ, ես չեմ տեսել, դուք ինձ Ասում եք դիցու, ենթադրեք չեք տեսել, թե ձեր կողքին է եղել այդ ամեն ինչը։ Չէ, ես պետք է տեսնեմ, որ Պաշտոնյան ով ասեմ, ինչ հարվածներ է հասցնում քաղաքացուն իր բնակչին, իրից թաղամասի բնակչին։ Դուք խուսափում եք պատասխան։ Ես չեմ խուսափում, ես դեմ եմ, որ պաշտոնյան հարված հասցնի։ Բայց ո՞նց կարող է ոստիկանությունը ձերբակալել ոչ թե ծեծողին, այլ ծեծողին։ Ձեզ համար սա օրինաչափություն Չէ, է։ ինձ համար օրինաչափություն չի։ Բայց ինչի վրդովեցիք, ինչի չանհանգստացա, ձեզ համար շենքի ապագան ավելի կարևոր Իմ է։ կարծիք ասեցի ինձ։ Կարևորը շենքը։ Ցիկներից է ինչ ասացիք։ Շենքը ես Ինչ ասացիք ձեր կարծիք։ Ինչ ասացիք։ Ես այդ չեմ կարող ասել, բայց ասել ինչ որ ես մտածում եմ, որ այդ հարցը պետք է վերացվի եւ չի կարելի մեղադրել քաղաքացուն։ Հասկանու՞մ Իսկ ծեծել կարելի է։ Չի Մեղադրել կարելի, ծեծել կարելի է։ Բայց ինչ ձերբակալացիք ձեր կարծիքով եւ ոստիկանությունը համարձակություն Ես չունեցավ։ այսօր Նույնիսկ եկել եմ։ պաշտպանել քաղաքացուն, ով Ես- ձեր իրավունքների համար է ստեղծվել տալիս։ Ձեր Ես էլ իրավունքների։ եմ մեր իրավունքների համար ժողովրդի Չախյանը ձեր իրավունքների համար է։ Ես էլ Չախոյանի իրավունքների համար եմ։ Տեսաք թե ոնց կռիվ տվեցիք։ Նույնիսկ հիմա չեք համարձակում Չէ, գնալ։ մի րոպե, ես դուք լսեցիք ինչ եմ խոսում։ Երբ որ ներկայացնում էի խնդրեմը անվտանգային եւ ժողովուրդը ինձ վստահեց իրանց անունից ներկայացնել։ Դուք չեք վստահել, նրանք են վստահել, չէ։ Պետք է մենք ես բացատրեցի, մուտքեր չկա դեպի դեպի թաղամաս։ Եթե վթար, հրդե, երկրաշարժ բանալի մարդիկ կործանվելու։ Երկրորդը երաշտական դպրոց, երկու հատ մանկապարտեզ, դպրոց, որի ճանապարհը անցնում է հենց այդ շենքի իրանք մուտքը նախատեսում են երաշտական դպրոցի դեմը, այդ նեղ ճանապարհի վրա ստորգետնյա գարաժներով, նո ավտոտնակներով։ Եթե այդտեղ գա Մեզ հիմա հետաքրքրում է այդ ստորգետնյա գարաժների կողքը վրան տակը մարդ չծեծեն նորից, էլի հատկապես Ինձ թաղապետը։ էլ հետաքրքրում է նաև այն էդ էլ այն է, բայց դուք մեկը չեք թողում։ Ես եկել եմ այդ հարցով խոսել, պատրաստվել եմ, դուք ասում եք, բերեք սա վերջացնենք, անցնենք հաջորդ։ Չէ, ախր միջև դուք վերջացնեք, ստեղ մարդ են ծեծում։ Այդ բնակ Այս պահին ցեցում են։ Չէ, ավարտվեց Ես այստեղ։ ես շատ եմ խոսել։ Աղետի գոտիներում դիակներ եմ տարեի քաշտվել եւ այլ եւ գիտեմ որ ինչ են ուզում լրագրողները իրանք ճիշտ են իրանք հարցերի մեջ ես էլ միշտ պատասխանել եմ ըստ էության ոչ
Ես 1000 մարդ եմ ներացել, թուրքերի հետ եմ վիճել, ռուսների հետ, գեներալների հետ եմ վիճել։ ՔՊ-ի հետ, հանրապետության հետ աշխատում եք լավ ունեն։ Հանրապետական կուսակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի, Սերժի, Նիկոլի ես պետական պաշտոն չեմ։ Ասաժի դեպքում ինչի ազգանունը չեք ասում։ Ինչպես։ Բա իրա դեպքում ինչի ազգանունը չեք ասում։ Նիկոլոս ճիշտ է։ Նիկոլա Ավելի հեշտ է։ Լավ, միգուցե դուք այստեղ վստահված անձ եք։ Միգուցե դիմեք դուրս դուք ինձ միգուցեներով չեք շեղել։ Ես միգուցեստեղ մուտք չեմ ունեցել, եկի առաջի անգամ եմ մտել իր համար։ Լավ, մենք ձեզան դժման չունենք քաղաքը գալելու կամ պահանջելու։ Այդ ինցիդենտից հետո առաջի անգամ մտել եմ թաղապետի առանձնասենյակ։ Ուրեմն եթե չմտնեի, թողեի գնայի տուն, եթե ես չմտնեի, չփորձեի հարցի լուծման ուղի գտնել, թողեի գնայի տուն, դուք ինձ ոչ կհարցնեք, ոչ էլ կմեղադրեք, հասկանում եք։ Քանի էլի հարցեր չենք տվել, առաջարկում ենք ավարտել։ Դուք գեներալ Մակաշովին լսել եք, Էջանը փոքր եք։ Ես վերագրում Ադրբեջանի տարածքի գեներալ էր, որը Շնորհակալություն հայկական էր պատերազմի ժամանակ։ Ուրեմն, եթե մտնում ես, փորձում ես օգնել քաղաքացուն, հետո մեղադրում ես, որ դու չես ուզում, չես անում։ Շուզեի կգնայի։ Դուք հարգում եք այդ հարաբերին օրը մաղթեցեցին։ Դուք նույնիսկ որոշեցիք, որ ես մուտք ունեմ առանձնասենյակ։ Դու իրավունք չունեք որպես թղթակից չիմանալով ինչ-որ վերց անել։ Հասկանում եք։ Չի կարելի։ Լավ, հայ։ Հասնել արդեն չեն կարող։ Ես փորձում եմ